Ընկերոջ, գործընկերոջ, բարեկամի փոխարեն վարկ վերցնելու, ուրիշի վարկի համար երաշխավոր դառնալու պատճառով որոշ քաղաքացիներ կորցնում են սեփական փողն ու գույքը։ Տուժած անձինք դիմել են ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակ։ Խնդիրները դեռ ուսումնասիրվում են։ Ձեր անունով վարկ են վերցնում, բայց դուք գումարը չեք ստանում։ Դուք չեք ստանում ոչ գումարը, ոչ էլ ապրանքը։ Իրենք վարկը չեն մարում եւ արդյունքում դուք դասակարգվում եք եւ ունենում եք խնդիրներ։ Արտասահմանյան կայքերում շքեղ մեքենաների վաճառքով գայթակղված որոշ հայաստանցիներ փողը դրամական փոխանցումների համակարգերի միջոցով փոխանցում են, բայց մեքենան չի ժամանում։ Արդեն հարուցվել են քրեական գործեր։ Մենք ունեցել ենք անգամ մեկ դեպք, երբ գումարը փոխանցվել է մեր հաճախորդի ընկերոջ անունով։ Բայց ինչ-ինչ զեղծարարության միջոցով այլ երկրից այդ գումարը ստանում են, գումարը փոխանցվում է, թվում է թե ոչ մեկ չի կարող այդ գումարը ստանալ, կարող է ստանալ միայն օրինակ մեր դեպքում ֆիզիկական անձի ընկերը, բայց գումարը ստանում են տարբեր զեղծարար ճանապարհներով եւ անձը կրում է ֆինանսական վնաս։ Ընդհանուր առմամբ ֆինանսական համակարգի օմբուդսմենի գրասենյակը 2016 թվականի ընթացքում ստացել է 4735 բողոք, 2015 թվականի համեմատ 26% ավելի է։ Ընդ որում բողոքների մեծ մասը վերաբերում է ապահովագրությանը։ Բանկերի դեմ ներկայացված ընդհանուր բողոքների քանակը 2016 թվականին եղել է 1417, ամենամեծ տեսակարգշիռը բողոքների վերաբերվում է ապահովագրական ընկերություններին 2336, ավելի մեծ տեսակարգշիռ ունի ապահովագրական բյուրոյի դեմ ներկայացված բողոքների քանակը։ Փիրուզ Սարգսյանը հստակեցնում է, բողոքների աճը պայմանավորված է քաղաքացիների տեղյակության մակարդակի բարձրացմամբ, նաև ֆինանսական միջնորդության մակարդակի ավելացմամբ ու ֆինանսական կազմակերպությունների ծառայությունների ավելացմամբ։ Գլխավոր օմբուդսմենը ընդգծում է, ֆինանսական հաշտարարի գրասենյակը միայն վեճերը լուծող մարմին չէ, իրենց նպատակն է կարգավորել խնդիրները։ Փաստում է թվերով, վերջին մեկ տարում բողոքների 79%-ը լուծվել է հօգուտ հաճախորդների, ընդ որում դրական ելքով գործերի 57%-ը լուծվել է ֆինանսական կազմակերպությունների հետ հաշտվելու միջոցով։ Ընդհանուր առմամբ 2016 թվականի ընթացքում հաշտարարի միջնորդությամբ քաղաքացիներին հատուցվել է 157 միլիոն դրամ գումար։ Լիլիթ Ասանյան, Խաչատուր Եսայան, Ժամանակ։